Վարդենիս համայնքը զբոսաշրջության առումով մեկուսացված է, բայց ահռելի պոտենցիալ ունի, փաստում են ոլորտի փորձառուները։ Նույնիսկ իմացա Վարդենիսում հյուրատուն չկար, շատ ցավալի է։ Պատկերը փոխելու պատրաստակամությամբ հանդես է գալիս Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջը։ Առաջին քայլերն անում են խորհրդանշական վայրում, Մաքենյաց վանքի բակում, պանելային քննարկմամբ։ Պատմամշակութային վայրեր, Կիկլոպյան ամրոցներ, այստեղ կարելի է զարգացնել գաստրոտուրիզմը, մեղվապահությունը, ձկնորսությունը տուրիզմի համար բավականին շատ հետաքրքիր մտքեր կան, որոնք այս պահին կարծես թե զրոյական վիճակում են։ Այստեղ մենք կարող ենք տեսնել շատ գեղեցիկ եկեղեցիներ, մենք ունենք տարբեր վայրեր, որոնք կարող են գործել որպես տուրիզմի, չգիտեմ, վայրեր, օրինակ մեր Սվարթանը հենց, Թուխմանուկը։ Համայնքում զբոսաշրջության զարգացմամբ առավել հետաքրքրված եւ շահագրգիռ են երիտասարդները։ Ոլորտով հետաքրքրվողներն արդեն հնարավորություն ունեն զբոսաշրջություն մասնագիտական կրթական ծրագրին մասնակցելու, որն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան լիցենզիայով։ Գիտակցում ենք, որ ունենք մեծ խնդիր, քանի որ տարածաշրջանում դեռ շատ բացեր կան եւ պետք է այս գործը հանձն առնենք եւ կարողանանք նաեւ զարգացնել ենթակառուցվածքներ, այսինքն մեր աշխատանքով ոչ միայն զարգացնելու ենք տուրիզմը, այլ նաեւ պետք է զարգացնենք սպասարկման որակը, որպեսզի հյուրերը կարողանան ճիշտ եւ գրագետ սպասարկում ստանալ։ Հիմնականում այս տարածաշրջանում հիմնվեն կոնկրետ հյուրատներ, որ օրինակ գան, ստեղ գիշերակաց ունենան։ Վարդենիսն ունի հարուստ բնություն, հարուստ տեսարժան վայրեր, լավ մշակույթ, լավ ու բարի մարդիկ, որոնք թեկուզ անծանոթ մարդկանց կարող են օգնել։ Դրա համար Վարդենիսում զբոսաշրջություն ապագա տարիներին միանշանակ կզարգանա։ Զբոսաշրջության զարգացման հեռանկարը երիտասարդների համար նաև համայնքում մնալու, կարիերա սկսելու եւ եկամուտ ունենալու հնարավորություն է։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամա օր։